Աշխարհարչակ վանեցի նկարիչը տեսել ու վերապրել էր ցեղասպանության ու տեղահանության ամբողջ սարսափը։ Արշիլ Գորկու գույները չխամրեցին, բայց դրանում մնաց միայն իրեն հատուկ թախիծը։ Հայ նկարչի կյանքի վերջին շրջանը բալետային գույն է ստացել։ Աշխարհի ճանաչված բեմերում հանդես եկող հայ պարողները օպերայի եւ բալետի թատրոնի բեմ են բերել Արշիլ Գորկի ներկայացումը։ Ես կերպարն եմ Արշիլ Գորկու կերպարը, որ մեկ-մեկ իր գլխի մեջ, իր մտքերի մեջ, իր հոգու մեջ ինքը տեսնում է նկարելու ժամանակ կամ միջև արվեստանոց գնալը, ես Արշիլ Գորկու կերպարն եմ ոչ իրական տեսքով։ Բալետի հայ առաջատարները 2006-ին միավորվեցին հզոր զգացմունքներ բալետային շրջիկ խմբում։ Արշիլ Գորկի ներկայացումը նրանք նվիրում են ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Շվեդական արքայական բալետի հիմնական մենապարողը Գորկուն նվիրված զուգապար էր բեմադրել մոտ 9 տարի առաջ։ Դա էլ դարձավ նոր բալետի հիմքը։ Երկար տարիներ այս թեման շոշափելով եւ ուսումնասիրելով Արշիլ Գորկուն մենք ստացանք այս տարի հնարավորություն ներկայացնել ամբողջովին ներկայացումը ցույց տալ Հայաստանում։ Արշիլ Գորկու կյանքի մասին երիտասարդ պարողները բալետային լեզվով կպատմեն հուլիսի 9-ին ու 10-ին։ Նրանց հետ բեմում կլինի նաև բարեկամություն համույթը։ Երևանյան պրեմիերայից հետո ներկայացումը կմեկնի շրջագայության։ Նազելի Գրիգորյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։